Ողջույն բոլորին, ձեզ հետ եմ ես Տիկո Մարսը։ Մի վարքյան ես փոխեմ նոր։ Այս արդեն ավելի հաճելի է։ Այսօրվա վիդեոում ես ձեզ ցույց կտամ 6 նախշ կուբիկ Ռուբիկի վրա։ Գնացինք, առաջին նախշը կրնի այս նախշը, այն կոչվում է կուբիկը կուբիկի մեջ, եւ ես ցույց կտամ այս կուբիկի վրա։ Քայլերը կարող եք տեսնել այստեղ էկրանի վրա, իսկ եթե չգիտեք ինչպես հետևել այս քայլերին, կարող եք նայել դրա մասին վիդեոն իմ ալիքում։ Կամ էլ ուղղակի հետևեք հիմա իմ շարժումներին։ F L F U շտրիխ R U F2 L2 U շտրիխ L շտրիխ B D շտրիխ B շտրիխ L2 U։ Ու տեսնում ենք այսպիսի հետաքրքիր նախշ, որ թվում է թե կուբիկը կուբիկի մեջ է, եթե մենք այս նախշը նորից անենք, այս նույն շարժումները նույն դիրքից, կստացվի այնպես, որ այս կուբիկները պտտվում են եւ հիմա ես դες դա ցույց կտամ։ Ահա ես նորից արեցի նույն շարժումները այս կուբիկի վրա եւ հիմա տեսնում եք տարբերությունը, որ կուբիկը պտտվել է իր տեղում։ Ահա մեր հաջորդ նախշը, որը կոչվում է կուբիկը կուբիկի մեջ, որը գտնվում է կուբիկի մեջ, sense հետաքրքիր նախշ է։ Իր ալգորիթմը մի քիչ ավելի երկար է, բայց շատ հետաքրքիր տեսք է ստանում կուբիկը։ Ցույց կտամ այս կուբիկի վրա գնացինք։ U շտրիխ, L շտրիխ, U շտրիխ, F շտրիխ, R2, B շտրիխ, R, front, U, B, B2, U, B շտրիխ, L, U շտրիխ, front, U, R, F շտրիխ։ Ինչպես տեսանք, շատ հեշտ ստացվեց այս նախշը, բայց շատ հետաքրքիր տեսք է ստանում կուբիկը, ու եթե նորից անեք, նորից կպտտվի այս նախշը։ Երրորդ նախշը կոչվում է փոխանակված անկյուններ, կարող եք տեսնել այս անկյունը ոնց որ փոխած լինի այս մյուս անկյան հետ, ցույց կտամ այս կուբիկի վրա։ Գնացինք front U2 L front L շտրիխ back L U back շտրիխ R շտրիխ L շտրիխ U R շտրիխ D շտրիխ F շտրիխ back R2 R2։ Ահա ստացվեց այս նախշը, շատ հետաքրքիր նախշ է։ Եթե նույնը նորից անեք, ուղղակի հետ կհավաքվի կուբիկը, իսկ հիմա ձեզ խնդրեմ գրել կոմենտներում, ինչի համար են պետք այս տառերը։ Հասանք արդեն 4-րդ նախշին, այս նախշը կոչվում է լար, կամ էլ ուրիշ ձև ոնց ուզում եք կարող անվանեք, բումերանգ, ունի sense տեսք, ցույց կտամ այս կուբիկի վրա։ Գնացինք R L front back, նորից R L front back, նորից R L front back, հիմա R2 back 2 L2 R2 B2 L2։ Հեսա մեր նախշը ունի sense ահագին հետաքրքիր տեսք։ 5-րդ նախշը իմ սիրածներից մեկն է, կոչվում է Oats, կարող եք տեսնեք օծի պես ամբողջ կուբիկով գնում այս գիծը, ցույց կտամ այս կուբիկի վրա։ Կարող եք տեսնեք հետաքրքիր թայմերով կուբիկա, երևի իմ մյուս վիդեոներում տեսած կլինեք։ Գնացինք F2 R շտրիխ B շտրիխ U R շտրիխ L F շտրիխ L F շտրիխ B D շտրիխ R B R2։ Ահա ստացվեց մեր նախշը, ու այս կուբիկի վրա ոնց որ ինչ որ 8 բիտ ավտոմատի վրա արած լինի, կամ էլ չգիտեմ 5 Nokia-ի վրա, ոնց որ դուք պատկերացնում եք, այդպես կարա լինի։ Այս մեր վերջին նախշն է, էլի օծի նման է, կարանք ասենք օծ 2, բայց դրա տարբերությունը նրանում է, որ սենց գիծը գնում է ամբողջ կուբիկով, բայց վերջում այս գիծը ավարտվում է։ Ստեղ ավարտվում է ու ստեղ էլ ավարտվում։ Ցույց կտամ այս
Lego կուբիկի վրա։ Գնացինք R D L F' L R L' D R' U D' B U' R' D'։ Ահա ստացվեց այս նախշը ու Lego կուբիկի վրա ահագին հետաքրքիր տեսքում։ Ահա մենք սարքեցինք այս վիդեոյի բոլոր նախշերը, կարող եք տեսնել բոլորը տարբեր հետաքրքիր տեսք ունեն, իսկ դուք մի մոռացեք դնել լայքեր, բաժանորդագրվել ալիքին, եւ ով որ կոմենտներում առաջին գրի թե այս կուբիկի տառերը ինչի համար են, ես մյուս վիդեոում ցույց կտամ այդ կոմենտը։ Առայժմ